Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նյութաբանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քաղաքագիտության պրոֆեսոր, Միացյալ Նահանգների Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս պարոն Մերսես Կոպալյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Կոպալյան, անչափ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել, եկել եք։ Շնորհակալություն, գիտեմ, որ շատ զբաղված եք։ Այս տարվա փետրվարին առաջին անգամ Հայաստան այցելեց Վենսը։ Այս այցը շատերը պատմական անվանեցին, դուք մեր նախորդ հարցազրույցի ժամանակ ասացիք, որ անգամ պատմական շրջադարձ կարելի է անվանել այն ինչ տեղի է ունենում, եւ ասացիք, որ Վենսի այցը բացեց բոլոր դռները։ Հիմա իմ հարցս հետեւյալն է. մենք բոլորս այս քանի օրը այս շաբաթ ականատես եղանք, որ եւս առաջին անգամ եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ այցելեցին Հայաստան։ Այստեղից մի քանի հարց. ինչն է փոխվել առաջինը, քանի որ բոլորը միշտ ասում են եւ հիշում ենք նույն Մակրոնի այդ ելույթում այդ հայտարարությունը, որ 8 տարի առաջ այսքան շատ ներկայացվածություն Հայաստանում չէր լինի։ Ինչն է փոխվել, քանի որ Հայաստանը դեռևս հապկից դուրս չի եկել 102-րդ բազան է շարունակում լինել, ինչն է փոխվել, եւ երկրորդը ավելի կարևոր եմ համարում, ուզում եմ անպայման այս հարցին եւս դուք պատասխանեք, արդյոք սա Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի երկրների Հայաստանի հարցում կամ գուցե տարածաշրջանի հարցում նոր քաղաքականության մասին է վկայում, թե այս այցերը պետք է դիտարկել առանձին իրարից։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ինչ-որ վերաբերում է ձեր առաջին հարցին, իսկապես Վանցի այցը շատ բաներ փոխեց Հայաստանի համար։ Նայեք, շատ բաներ չի հրապարակվում, բայց զուտ կարող ենք խոսանք օրինակ տեխնոլոգիայի հետ կապված։ Ներկայիս Հայաստանում տարբեր ընկերություններ, ովքեր կախված էին Միացյալ Նահանգների այդ բարդ տեխնոլոգիաները, որ թույլ է տալու մեր ամբողջ այս սեկտորը առաջադիմի, եթե անցյալում բարդություններ էին ունենում, որ հասանելիության խնդիրներ էին ունենում այս մակարդակի տեխնոլոգիայում, Վանցի այցից հետո շատ բաներ փոխվեցին։ Այդ առումով Հայաստան իսկապես դառնում է ոչ թե միայն տարածաշրջանի, այլ ամբողջ Եվրազիայի տեխնոլոգիայի կենտրոններից մեկը։ Եվ այս ամբողջ մոտեցումը, որ մենք ներկայիս կարող ենք իրականացնենք, այն հասանելիությունը, որ մենք ունենք այդ բարդ տեխնոլոգիաների, որ Միացյալ Նահանգները բացառվում է, որ ուրիշ երկրների հետ կիսվի, իրենք ներկայիս մեր հետ կիսվում են եւ թույլատրվում են մեր այստեղի ընկերությունները կարողանան օգտվել այդ տեխնոլոգիայից։ Սա նկատի ունեմ արհեստական բանականության հետ կապված, դատայի կենտրոնների հետ շարունակված եւ այլն։ Այսինքն ինչին են գալի, այս մակարդակի տեխնոլոգիան ոչ թե միայն զարգացնում է Հայաստանի տնտեսությունը, բայց բնականաբար զարգացնում է Հայաստանի անվտանգության կարողությունները, ներքին արտաբերությունները եւ այլն։ Այդ առումով մենք գնում ենք դեպի այն ճանապարհի, որ 2-3-5 տարի առաջ, երբ Հայաստանը գտնում էր այն վիճակի մեջ, որ չէր կարողանալ մոտիկանալ այդ տեսակի տեխնոլոգիաների, ներկայիս մենք համարվում ենք Միացյալ Նահանգների կողմից 2-3 կամ 4 այն երկրները, որ իրավունք ունեն ստանալ այս մակարդակի տեխնոլոգիա։ Եվ դա բնականաբար շատ կարևոր դեր է տանում։ Այդ առումով այդ դռները, որ բացվել են Միացյալ Նահանգներում, թույլ են տալի, որ ներկայիս մենք կարողանանք արդեն մտնենք իրենց ռազմական ոլորտի մեջ, այո, կարողանանք արդեն սկսենք իրենց այդ բանակցության մեջ մտնենք գնել ռազմական տեխնոլոգիա, որը թույլ է տալի Հայաստանը զարգացնել իր զսպողության կարողությունները։ Եվ նույն ժամանակ միջուկային էներգետիկայի հետ կապված այդ բանակցությունները շարունակվում են եւ ժամանակի հարց է, որ հրապարակվի, որ Հայաստանը իսկապես համագործակցելու է Միացյալ Նահանգների հետ, որ ունենա էներգետիկայի ինքնուրույնություն եւ ոչ թե գտնվենք այն կախվածության համակարգի մեջ, որը 30-35 տարի մենք գտնվել ենք։ Այդ առումով ահագին դուրեր է բացել, որ Հայաստանի համար անցյալում բացառվում էր։ Ինչ որ վերաբերվում է այս շաբաթվա իրադարձություններին, եվրոպական այս համայնքի գագաթնաժողովը որ տեսանք, նայեք, իսկապես այո, երբ որ մի երկիր անցյալում համարվում էր Ռուսաստանի գաղութ, եթե մի երկիր անցյալում կարևորություն չուներ միջազգային համայնքին, այո, երբ որ մի երկիր միայն իր կարևորությունը կամ հտարկրությունը արտաքին աշխարհի կողմից հիմնված էր այն տևական հակամարտության մեջ, որ մենք գտնվում էինք, 7 տարվա մեջ, 8 տարվա մեջ եւ նամանապես վերջի 3 տարվա մեջ, երբ որ մենք կիրառեցինք այս շրջադարձը եւ մեր դիվերսիֆիկացիայի ռազմավարությունը, Հայաստանը գնաց որպես երբ որ անցյալում համարվում էր ոչ կարևոր երկիր, որը պատկանում էր Ռուսաստանին,
դեպի մի երկիր, որ վարում է անկախ արտաքին քաղաքականություն եւ արդեն կհամարվում է որպեսի կարևոր դեր կատար ոչ թե միայն տարածաշրջանում, այլ գործընկեր արևմուտքի համար։ Այդ առումով սա պատահական չի, որ Եվրոպան համաձայնվեց, որ այս միջոցառումը Հայաստանում իրականացվի եւ նույն ժամանակ Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը եւ տարբեր երկրներ Եվրոպայում իրենք պատրաստ են ոչ թե միայն Հայաստանի հետ համագործակցեն, բայց Հայաստանի շահերը արդեն դառնում են իրենց համար կարևոր, որովհետեւ եթե այս երկիրները, այս հզոր եւ կարացող երկիրները համարում են Հայաստանին այն մակարդակի գործընկերը, որտեղ իրենք պատրաստ են ներդրում անեն, ոչ թե միայն տնտեսական տեսանկյունից, այլ դիվանագիտական տեսանկյունից, անվտանգության տեսանկյունից եւ այլն, մենք հասկանում որ Հայաստանը ինտեգրվում է այս տրանսատլանտիկ համակարգի մեջ։ Այս լայն համակարգված փոփոխությունը, որ մենք տեսնում ենք, սա 2-3 տարում է իրականացվել եւ այսօր մենք արդյունքն ենք տենում, բայց աշխատանքը մոտավորապես սկսեցինք 2022 թվականի վերջում։ Այդ առումով ոնց որ դուք նշեցիք, որ երբ որ Մակրոնը ասեց 8 տարի առաջ այս տեսակի իրադարձություններ բացառվում էր, իհարկե, որտեղ եթե նայում ենք ամբողջ Եվրազիայում, այո, երբ որ նայում ենք Հարավային Կովկասում, Եվրոպական միությունը կլինի Միացյալ Նահանգները կլինի այս տարածաշրջանը իրենք դուրս չէին ընդունում։ Բայց ինչքան արդեն Հայաստանը իր շրջադարձը կիրառեց, իրենք հասկացան, որ ոչ թե միայն ասենք Վրաստանի խնդիրները կա, ոչ թե միայն կայունության եւ խաղաղության հավանականության խնդիրները կա, բայց իրենք նայում են, ասում են, այստեղ ունենք մի երկիր, որը ունի առողջ եւ օրգանիկ բնական ժողովրդավարական մշակույթ, այստեղ ունի երկիր, որ ունի ահագին մարդկային կապիտալ, ունի ներուժ եւ պատահական չէ, որ իրենք պատրաստ են Հայաստանում իրենք ներդրում անեն։ Այդ առումով մեր արտաքին քաղաքականությունը, այո, մեր ներքին կարողությունը, պոտենցիալը եւ մեր կարողությունը, որ մենք մեր շահերը համապատասխանի եւ Եվրոպական եւ Միացյալ Նահանգների տեսանկյունից իրենք գնահատեն մեր մոտեցումը որպեսի համապատասխանեն իրենց շահերի հետ, սա թույլ տվեց, որ ունենանք ինչ որ այս շաբաթ ունեցանք։ Իմ հարցն էր, արդյոք սա վկայում է, որ Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների, չեմ ասում Եվրամիության, գուցե դուք ասեք Եվրամիության, ես եվրոպական երկրներ եմ ասում, որովհետեւ դե Կանադան էլ էր ներկայացված, երկրների Հայաստանի հարցում, ես հարցեցի Հայաստանի կամ տարածաշրջանի հարցում քաղաքականության փոփոխությունն է եւ հարցս էր Միացյալ Նահանգները իրենց քաղաքականությունն են վարում եւ եվրոպական երկրները իրենց քաղաքականությունն են վարում թե սա մի տրամաբանության մեջ է պետք դիտարկել։ Նայեք, հարցեր կա, որ մի տրամաբանության մեջ է, բայց հարցեր կա, որ շատ ժամանակ իրար չեն համաձայնվում, բայց ընդունված աքսիոմ կա, որ եթե Միացյալ Նահանգները որոշում է կայացնում, մնացած Եվրոպայի բոլոր տարբեր երկրները հետևում են այդ որոշմանը։ Այսինքն, եթե Միացյալ Նահանգները չդիմեր այն քայլին, որ նա դիմել է եւ բացել է Հայաստանը ամբողջ այս տրանսատլանտիկ համակարգին, եվրոպական երկրներ չէին կարողանալու դիմեին այն քայլերին, որ իրենք դիմեցին։ Օրինակ, եկեք խոսանք Ֆրանսիայի մասին։ Այո, Ֆրանսիան երկար ժամանակ Հայաստանի հետ շատ մտերիմ հարաբերություն է ունեցել, բայց այդ մտերիմությունը չի բավարարել, որ Հայաստանը կարողանա զարգացնել իր հարաբերությունը Ֆրանսիայի հետ, որը ներկայիս ունի։ Այո, եւ դա բացվեց, երբ որ Միացյալ Նահանգները արդեն ամրացրին եւ խորացրին հարաբերությունը Հայաստանի հետ։ Դրանից հետո էր, որ Ֆրանսիան կարողացավ անի ինչ որ նա ուզում էր անել եւ ներկայիս կարողանում է անի։ Այդ առումով այստեղ հակասություն չկա։ Մի ուրիշ բան նշեմ, սա երևի շատ հրապարակված չէ, այս թեման շատ չի քննարկվում։ Երբ որ խոսում ենք մենք արդեն այսինքն Թրամփի ուղի մասին եւ այս TRIP ծրագրի մասին, բնականաբար բոլորը կարծում են, որ Միացյալ Նահանգներն է ամբողջովին ֆինանսավորելու այս ծրագիրը։ Ոչ, եվրոպացիք պատրաստ են ներգրաված լինեն եւ ներդրումներ անեն եւ մասնակցեն այս ծրագրին։ Նույն ժամանակ եվրոպացիք Միացյալ Նահանգների հետ բանակցությունից հետո պատրաստ են Գյումրի ճանապարհներում միլիարդներ ներդրում անեն, որ վերականգնացնեն այդ ճանապարհները։ Այսինքն մենք տեսնում ենք, որ երկուս իրար հետ համագործակցում են։ Կա Միացյալ Նահանգների Եվրոմիության համագործակցության եզրույթը եւ կա Միացյալ Նահանգներ եւ այն տարբեր երկրները Եվրոպայում, որ Հայաստանում ահագին իրենք հետաքրքրված են, որ զարգացնեն իրենց հարաբերությունները։
Եվ երբ որ տեսնում ենք, ասենք, Մեծ Բրիտանիայի նման երկիր, որ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության օրակարգ է կնքում եւ արդեն ներգրաված է լինում տարածաշրջանում եւ Հայաստանի հետ կապված իրենց հարաբերություն զարգացնելու, մենք տեսնում ենք, որ սա ոչ թե միայն մենք զարգացնում ենք մեր հարաբերությունը 1-2 երկրների հետ կամ այստեղ քննարկում ենք 1-2 խնդիր, բայց սա համակարգված մոտեցում է։ Երբ որ տրանսատլանտիկ համակարգը ներգրավում է մի երկրի այս համակարգի մեջ, այդ ժամանակ ենք մենք տեսնում, որ իսկապես մոտեցումը ավելի համապարփակ է եւ ոչ թե հիմնված մեկ երկրի վրա կամ 1-2 հարցի շուրջ։ Անցած անգամ փետրվարին էր մեր հարցազրույցը, հենց Վենսի այցից հետո էր, դուք ասացիք, որ ամբողջ տարածաշրջանի համակարգն է փոխվել, ոչ միայն Հայաստան Միացյալ Նահանգներն հարաբերություններ, ինչ է փոխվել Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների համար, ինչ է նշանակում տարածաշրջանի համակարգը։ Այո, նայեք, անցյալում տարածաշրջանի համակարգը հիմնված է Ռուսաստանի հեգեմոնիկ մոտեցման վրա, այսինքն Եվրոպական միությունը, տարբեր եվրոպական երկրները Միացյալ Նահանգները բացառում էր կարողանային այն ինչ որ իրենք ներկայիս անում էին անցյալում, այո, որովհետև հարավային Կովկասը ամբողջ տարածաշրջանի համակարգը ենթարկվում է Ռուսաստանին։ Այո, այսինքն երբ որ նայում ես ոնց էր այս համակարգը կառուցված, ուներ մի հեգեմոն, որը թելադրում էր անդամ երկրներին, այս համակարգի մեջ գտնվող երկրներին, իրենք ոնց պետք է իրենց պահեն, որը պետք է իրենց արտաքին քաղաքականությունը, եւ այս երկիրները եթե դուրս գան իրենց պարամետրներից, այնտեղ խնդիրներ են լինելու։ Մենք տեսանք Վրաստանը ոնց պատժվեց Ռուսաստանի կողմից եւ տեսանք, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի կախվածության համակարգի մեջ եւ տեսնում ենք Ադրբեջանի պահելաձևը վերջի 25 տարվա մեջ։ Բայց երբ որ Ռուսաստանի կարողությունը, այո, իր կարգավիճակը որպեսի տարածաշրջանի հեգեմոն դա փլուզվեց, համակարգը ամբողջովին փոխվեց։ Այո, եւ աշխարհաքաղաքական համակարգը տարածաշրջանում դինամիկան սկսեց ադապտացվել նոր իրականությանը։ Այս ժամանակ մենք տեսանք Միացյալ Նահանգները դարձավ ավելի կարևոր դերակատար։ Այդ ժամանակ տեսանք Եվրոպական միությունը դարձավ ավելի կարևոր դերակատար եւ տարբեր երկրներ Եվրոպայից սկսեցին ավելի ակտիվ ձևի ներգրավեն Հայաստանում, տարածաշրջանում։ Եվ բնականաբար բոլորը որոշել են, որ Հայաստանը լինելու է անկյունակարը այս մոտեցմանը։ Դրա համար եթե նայում ենք, ասենք ուզում ենք հասկանանք ինչի 4 տարի առաջ, 5 տարի առաջ Միացյալ Նահանգները չէր անում, ինչ որ ներկայիս նա անում է։ Ինչի Եվրոմիությունը չէր անում, ինչ որ ներկայիս անում է։ Օրինակ տեսանք 14 թվին ոնց Սերժ Սարգսյանի վարչակազմը փորձեց հարաբերություն ամրացնել Եվրոպական միության հետ, բայց ինչ եղավ։ Ձախողվեց, որովհետև Կրեմլինը ցույց տվեց։ Ինչու կարողացավ ցույց տա, որովհետև այդ ժամանակ համակարգը նա էր, որ յուրաքանչյուր դերակատար, որ գտնում էր այդ համակարգի մեջ, չէր կարողանալու, չուներ այն կարողությունը, որ վարեր անկախ արտաքին քաղաքականություն։ Բայց որ այս համակարգը փոխվել է, մենք հիմա տեսնում ենք Հայաստանը կարողանում է անում ինչ որ նա անում է, Վրաստանը անում է ինչ որ նա կարողանում է անում եւ բնականաբար Ադրբեջանը, որովհետեւ ամբողջ համակարգը փոխվել է։ Բայց այս նոր համակարգի մեջ մենք տեսնում ենք, որ բազմաթիվ շանսեր, որ այս փոքր երկիրները որ գտնում են եւ կարողանում են իրենց քաղաքականությունը հարմարացնեն այս նույն համակարգին։ Եվ բախտաբար Հայաստանը ընտրել է ճիշտ արտաքին քաղաքականության ռազմավարությունը, որը մենք համարվում ենք այս տրանսատլանտիկ համակարգից առաջատար, այսպես ասած, հա, իրենք են սիրում այդպես ասել դեմոկրատիկ, չգիտես, փարոս, ես կսիրեմ խոսամ ներուժի տեսանկյունից։ Իրենք պոտենցիալ են տենում Հայաստանի մեջ, դրա համար անում են ինչ որ անում են։ Լավ։ Կարելի ասել, որ դուք ասում եք համակարգն է փոխվել։ Իսկ գուցե ես այս հարցը տալիս եմ, որովհետև սա շատ է քննարկվում հասարակության կողմից, հասարակությունը եւս այդ հարցն է տալիս, ինչն է փոխվել, այնուամենայնիվ ինչ որ բան է փոխվել, երևի։ Մինչ այժմ Միացյալ Նահանգները արդյոք փոխվել է հետեւյալ հարցս է։ Միացյալ Նահանգները եւ եվրոպական երկրները նախկինում յետխորթային post-խորթային երկրները դիտարկում էին Ռուսաստանի այսպես ծիրի կամ ազդեցության գոտի որպես եւ այժմ ինչ պատճառով, ինչ պատճառներով, գուցե պատերազմի հետևանքով, գուցե Ռուսաստանը թուլացել է, գուցե չգիտեմ, կարևոր չի պատճառը, այժմ արդեն չեն դիտարկում եւ այն փաստը, որ Հայաստանում էր գտնվում եւ Վրաստանի
վարչապետը Ադրբեջանի նախագահը ողջունեց համենայն դեպս տեսակապով, բայց ողջունեց, ճիշտ է իր խնդիրներն էր լուծում նա, բայց դրա մասին չենք խոսում, ողջունեց։ Այստեղ էր գտնվում Մոլդովայի վարչապետը, այստեղ էր գտնվում Ուկրաինայի նախագահը, այստեղ էր գտնվում Բելարուսի դեմոկրատական ընդդիմությունը ներկայացնող նախագահը կամ ներկայացուցիչը։ Սա արդյոք նշանակում է եւ խոսքը գնում էր կենտրոնական Ասիայի երկրների հետ կապերի մասին, տնտեսական եւ այլ կապերի մասին։ Ես այնինչ թվարկեցի, սրանք յետխորհրդային պետություններ են, արդյոք փոխվել է հենց դա մոտեցումը Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների, նրանք այլևս չեն դիտարկում այս տարածաշրջանը Ռուսաստանի որպես Ռուսաստանի ազդեցության գոտի, առաջ դիտարկում էին, հիմա ոչ, ընդ որում ոչ միայն Հայաստանը, այսօր թվարկեցի, խոսքը Իհարկե, դրա համար մենք երբ որ խոսում ենք համակարգը փոխվել է, դրա համար դրա նկատի ունենք, մի երկիր համակարգ չի, մի երկրի արտաքին քաղաքականության փոփոխությունը համակարգ չի։ Երբ որ Վրաստանը 2004 թվականին կիրառեց իր ժողովրդավարական հեղափոխությունը, սա համակարգի փոփոխություն չէր, որտեղ դա մի երկիր էր, բայց ոնց որ դուք նշեցիք, մենք տեսնում ենք, որ Հայաստանն է, Վրաստանն է, Ադրբեջանն է, Ուկրաինայի մոտեցումը եւ այլն։ Նայեք, նույն ժամանակ մենք տեսնում ենք Կենտրոնական Ասիայում Ղազախստանը արդեն սկսել է ամրացնել իր հարաբերությունը արևմուտքի հետ եւ նա սկսել է վարել անկախ արտաքին քաղաքականություն։ Սա բոլորը նշանակում են, որ եւ սրանք ցուցանիշներ են, որ այն համակարգը, որ կար 91 թվից մինչեւ 2022 թիվը, սա փոխվել է։ Այո, այդ փոփոխության մեջ մենք հասկացանք, որ երբ որ համակարգը փոփոխվում է, այնտեղ բնական մրցույթ է առաջանում այն երկրները, որ գտնվում են այդ համակարգի մեջ։ Եվ մրցույթի մակարդակը բնականաբար պետք է համապատասխանի նոր համակարգի հատկանիշների հետ։ Այդ առումով Հայաստանը այստեղ առավելություն ունի, որտեղ եթե տեսնում եք այս նոր համակարգը պահանջում է մի մակարդակի ժողովրդավարություն, Հայաստանը համեմատած Վրաստան եւ Ադրբեջանին առավելություն ունի այդտեղ։ Եթե այս նոր համակարգը պահանջում է արժեքների, այո, ժողովրդավարական արժեքների կամ արևմուտքի կողմից այն արժեքները իրենք գնահատում են, Հայաստանը այդտեղ առավելություն ունի։ Եթե այս նոր համակարգի հատկանիշները պահանջում են ավելի մի երկիր, որտեղ օրենք կանոնը թույլ է տալի տնտեսությունը աճի եւ դիվերսիֆիկացիայի կարողություն ունենաս, Հայաստանը եւ Վրաստանը այդտեղ առավելություն ունեն, բայց եթե գտանք, որ Վրաստանը բարգացրեց արևմուտքին իր մոտեցումներով, Հայաստանը ներկայիս առաջ ընկավ այդ հարցով։ Վրաստանի շանս տրվեց։ Ինչ եղավ։ Շանս տրվեց Վրաստանին եւ Վրաստանը իր գալով ոնց որ թե Այո, մենք տեսանք, որ Իվանաշվիլի վարչակազմը խնդիրներ է ստեղծել, իր վարչակազմը չի, բայց իր վարչակազմն է խնդիրներ է ստեղծել արևմուտքի հետ։ Այդ առումով, երբ որ տեսնում ենք, որ ասենք ոնց որ խաղի օրենքները փոխվել են, Հայաստանը ավելի ճիշտ է կարողանում ադապտացվի այս նոր օրենքներին։ Եվ նույն ժամանակ ոնց որ եթե նախկին համակարգում, որը նորից հիմնված է Ռուսաստանի հեգեմոնիկ շահերի վրա, այդ ժամանակ հակամարտությունը, չոր ուժը, այո, տևական կոնֆլիկտը, դրանք էին հատկանիշները այդ համակարգի։ Դրա համար տեսնում ենք տարածաշրջանը տևական սառը պատերազմային իրավիճակի մեջ էր, որը յուրաքանչյուր պահին դա կարող էր բերել տաք պատերազմ, որը մենք ունեցանք 20 թվականին։ Ներկայիս դա բացառվում է։ Այսինքն Ալիևը չի կարող իրեն պահի ներկայիս, ոնց որ նա իրեն պահում էր անցյալում։ Ինչու համար, որտեվ համակարգի եւ օրենքները փոխվել են։ Այսինքն նա կորուստ կունենա որպեսի դերակատար, որը գտնվում է այս համակարգի մեջ։ Այս մակարդակի փոփոխությունները, այո, ցույց են տալի, որ ոչ թե մի երկիրն է որոշում տարածաշրջանում կամ մի երկրի պահելաձևն է որոշելու համակարգի օրենքները, այլ լայն համապարփակ փոփոխությունները ստիպում են եւ բխում են այս երկրները իրենց քաղաքականություն եւ իրենց ռազմավարությունը փոխեն։ Այստեղ եւս մեկ մտահոգող հանրությանը մտահոգող հարց կա։ Արդյոք Միացյալ Նահանգները առանձին, եվրոպական երկրները առանձին իրենց շահերը չեն բախվում այստեղ, այսինքն Միացյալ Նահանգները փորձում է իր ազդեցությունը բանեցնել այս երկրների վրա, որոնք ճիշտ է, ես անվանում եմ յետխորհրդային, բայց որքան շուտ մենք այդ խորհրդային կապը կտրենք, այնքան լավ կլինի։
Համենայն դեպս իր ազդեցությունը իսկ եվրոպական երկրները իրենց շահերի բախում կա այստեղ թե ոչ։ Բացառվում է, ոչ մի ձևի շահերի Վտանգ բախում կա չկա։ թե ոչ։ Այդ առումով, նայեք, երբ որ մենք խոսում ենք ռիսկի եւ վտանգի մասին, պետք է հասկանանք որտեղ է ինչ ռիսկի դրույթի մեջ ենք մենք գտնում 3 տարի առաջ, 2 տարի առաջ եւ ներկայիս որտեղ ենք գտնում։ Այսինքն չի կարող մեր ռիսկի հավանականությունը նվազի եւ ասենք այս նոր համակարգը, որ թույլ է տվել այդ ռիսկի հավանականությունը նվազելուց հետո նոր ռիսկեր ունենանք։ Այո, բնականաբար միշտ վտանգ եւ ռիսկ լինելու է, բայց սա համեմատական խնդիր է, երբ որ համեմատում ենք անցյալին այս նոր ռիսկերը այդ մակարդակի են թե ոչ, բնականաբար ոչ, այդ տեսանկյունից կառավարելի ռիսկեր են, դա թույլ է տալի Հայաստանը ձեռք բերի ճկուն ռազմավարություն, որը այդ ռիսկերը, որ մենք նախատեսնենք կամ լինելու է, մենք կարողանանք կառավարենք, անցյալի ռիսկերը մենք չենք կարողանալու կառավարենք, որտեղ մեր ուժերից դուրս էր առաջինը, երկրորդը համակարգը թույլ չէր տալի մենք կարողանանք կառավարենք, որտեղ մենք կախվածության համակարգի մեջ ենք գտնվում, այդ առումով, այո, մենք բնականաբար պետք է քննարկենք ռիսկերը եւ ռիսկերի հավանականությունը, բայց այստեղ համեմատելու ոչ մի բան չկա։ Ինչ որ նայեք վերաբերվում է այսինքն այս Հայաստանը կարողանա կառավարի կամ ճիշտ ձևի եթե ենթադրենք հակասություններ կա Միացյալ Նահանգների եւ եվրոպացիների շահերում մեր տարածաշրջանում Հայաստանը կարողանալ է առողջևի հավասարակշռված այդ խնդիրները լուծի, նայեք Միացյալ Նահանգները ունի չոր ուժի կարողություն եւ փափուկ ուժի կարողություն։ Միացյալ Նահանգները կարողանա իր կարողությունն ունի աշխարհական խնդիրների մեջ մտնի եւ նույն ժամանակ հետ կանգնի եւ միայն զբաղվի փափուկ ուժի խնդիրներով։ Եվրոպական միությունը միայն զբաղվում է փափուկ ուժով։ Եվրոպական միությունը աշխարհակական խաղերի մեջ չի մտնում, որտեղ չունի նա չոր ուժի կարողություն։ Այդ առումով, երբ որ խոսում են շահերի բախում կամ հակասություն, իրենք առողջի չեն հասկանում, որ որն է եվրոպացիների նպատակը եւ որն է Միացյալ Նահանգների նպատակը։ Իհարկե, եվրոպացիների նպատակն այն է, որ եվրոպական արժեքները կարողանան տարածեն այնքան որ կարող են տարածեն եւ այն երկիրները, որի ներքին քաղաքական մշակույթը թույլ է տալի այդ երկիրը ներգրավի եվրոպական արժեքների հետ, եվրոպացիները ահագին աշխատանք են եւ ջանք են թափելու, որ դա իրականացվի։ Դրա համար մենք տեսնում ենք Եվրոպական միությունը 5 միլիարդի ներդրում արեց մոտավորապես 2 տարի առաջ այս գագաթնաժողովին Հայաստան Եվրոպական միության գաղտնաշողին այն ռազմավարական գործընկերության ռակարգի հուշագիրերը որ կնքեցինք թույլ է տալու Հայաստան ունենա ահագին հասանելիություն տարբեր տեխնոլոգիայի բարեփոխումների եւ այլն որ բոլոր փափուկ ուժի հատկանիշներ են Միացյալ Նահանգների մոտեցումը տարբեր է այո Միացյալ Նահանգները տնտեսություն եւ չոր ուժ Հայաստանը չի կարող զենքեր գնի Եվրոպական միությունից, որտեղ Եվրոպական միությունը զենք չի արտադրում։ Հայաստանը միայն կարա Եվրոպական երկրների հետ բանակցության մեջ մտնի, որ տեսնի ինչ կարող է առնել եւ ինչ չի կարող առնել, բայց օրվա վերջնոց Միացյալ Նահանգները պետք է այդ իրավունքը տան։ Բայց Հայաստանը կարողանում է Միացյալ Նահանգներից առնի այն տեխնոլոգիան, որը մենք ներկայիս սարել ենք, նկատի ունեմ այն անոչաչու սարքերը, որը անցյալում բացառվում էր, մենք կարողանանք մոտիկանանք այդ մակարդակի տեխնոլոգիային, բայց ներկայիս կարողանում ենք։ Երկրորդ եթե խոսում ենք ասենք այս Թրամփի ուղի հետ կապված ներկայիս սա հրապարակված չի, բայց արդեն Միացյալ Նահանգները 400 միլիոն դոլարի բանը հիմնադրամ է կազմել, որը սկսելու է ներդրում անել այս ծրագրի մեջ, եւ դա միայն սկիզբն է։ Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ միջազգային ընկերություններ եւ կազմակերպություններ արդեն ներգրավում են, որ բանը մասնակցեն այս լայն տնտեսական փաթեթի մեջ։ Այսինքն Միացյալ Նահանգները մի կողմից օգտագործում է տնտեսական կարողությունը մյուս կողմից իր չորուժի եւ զսպողության կարողությունը, որ տարածաշրջանում իրականացնի այն նպատակները եւ այն ռազմավարությունը, որ նա ունի։ Եվրոպացիների կարողությունները սահմանափակված են։ Իրենք չեն կարող անեն այն նույն բաները, որ Միացյալ Նահանգները անում են։ Դրա համար եվրոպացիներին չեն ասում։ Ասում են, որ մեզի ներգրավեք այդ փափուկ ուժի ծրագիրների մեջ եւ մենք սիրով կմասնակցենք։ Դրա համար եվրոպացիները պատրաստ են Թրամփի ուղի ֆինանսական փաթեթին մասնակցեն, իրենք պատրաստ են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորման ծրագրում մասնակցեն, իրենք պատրաստ են հատկացնեն այն գումարները, որ պետք է որ Գյումրի Ղարս ճանապարհները վերականգնվի եւ այլն եւ այլն։
Այսինքն եվրոպացիները, եվրոպական միությունը չունի 4 զսպողության կարողություն, ինքը ունի միայն փափուկ զսպողության կարողություն։ Միացյալ Նահանգները ունի 2-ը։ Այդ առումով, երբ որ երկու կողմը սկսում են համագործակցել, մենք տեսնում ենք, որ մի քանի պարտականություններ Միացյալ Նահանգները տալիս է եվրոպացիներին, բայց մնացածը նա է վարում։ Սա միշտ իրենց մոտեցումը կլինի Եվրոպայում, կլինի, ասենք, կենտրոնական Եվրոպայում, երբ որ սովետական միությունը փլուզվեց եւ այն երկրները, որ գտնվեցին Հունգարիայից սկսած Լեհաստանից շարունակված այդ իրավիճակի մեջ, Միացյալ Նահանգները միշտ թելադրում է, այո, միշտ ղեկավարական դիրք է վերցնում եւ եվրոպացիները համագործակցում են։ Այդ առումով մենք տեսնում ենք այդ նույն մոդելը Հայաստանում։ Դրա համար չի կարող այդտեղ այդ մակարդակի հակասությունները լինի, որ շատերը ենթադրում են, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք տրանսատլանտիկ համակարգ հենց այդ կոնցեպտը, այս եզրույթը ինչ է ասում է, որ այդտեղ աշխատանքի եւ մոտեցման ձև կա, որ բոլորը որ համակարգի մեջ են գտնվում, աշխատում են նույն ձևի։ Այդ առումով, եթե Հայաստան ներգրավում է տրանսատլանտիկ համակարգի մեջ, եվրոպացիք ունեն իր պարտականությունները, իր պատասխանատվությունները եւ Միացյալ Նահանգները ունի իր պատասխանատվությունները։ Բայց այստեղ մենք տեսանք, որ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերություն առանձին երկրների հետ Հայաստանը կառուցում է իր հարաբերությունները։ Այս մասին էլ կխնդրեի, որ դուք ասեք, սա ինչ ծրագիր է կամ ինչ է տալիս սա Հայաստանին։ Մենք միշտ այդ հարցն ենք տալիս։ Այո, սրա մասին ես անցյալ ամիս գրել եմ, այս ռազմավարության վրա մենք մոտավորապես աշխատում ենք, կարող եմ ասեմ, վերջի 1-1.5 տարին։ Երբ որ մենք մեր շրջապ տարի աշխատել եք որպեսզի այս ռազմավարությունը ձեռք բերենք, այո, բացատրեմ։ Առաջին քայլը շրջադարձներ դեպի արևմուտք, ոնց որ շատ քննարկել ենք։ Ոնց ենք այս շրջադարձը իրականացնելու դիվերսիֆիկացիա ռազմավարությունով։ Ինչի է նմանվելու դիվերսիֆիկացիա ռազմավարությունը։ Այո, ամենակարևոր գործիքը այս ռազմավարական գործընկերության եզրույթն է, որովհետև այն տրամաբանությունը, որ ներկա միջազգային համակարգի մեջ այս տարում X երկիր կկարողանա դաշինքներ կազմի, դա բացառվում է։ Այո, այսինքն, երբ որ ասում ենք Հայաստանը ինչի չի կարողանալու Միացյալ Նահանգների դաշնակից երկիր դառնա, ոնց որ անցյալում ունեն Ռուսաստանի հետ, դա բացառվում է։ Ներկա միջազգային համակարգի մեջ այդ տրամաբանությունը այլևս գոյություն չունի։ Դաշինքներ չի կազմվում, անվտանգության դաշինքներ այլևս չեն կազմվում, ռազմավարական, գործընկերական օրակարգներ են կնքվում։ Այդ առումով ինչ է կանում Հայաստանը, այո, համ գտնվում է տարբեր համակարգերի մեջ, ոնց որ մենք քննարկեցինք, բայց նույն ժամանակ նա խորը հարաբերություն է ստեղծում անձնական երկրների հետ։ Եվ ռազմավարական գործընկերության օրակարգը այդ կոնցեպտը թույլ է տալի Հայաստանը բազմաթիվ երկրների հետ, այո, ամուր հարաբերություններ ստեղծի։ Դա համար երբ որ մենք խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, դա նկատի ունենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։
Երևան եք ուղարկում։ Օթանավով։ Երևան են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Եկեք ավելի շոշափելի կներեք, որ ես ավելի այսպես խնդրում եմ ձեզ ավելի շոշափելի կետ նշել։ Ասենք առաջին կետով 1, 2, 3 չեմ ասում առաջին, երկրորդ, երրորդ։ Այսինքն հասարակացնենք մի քիչ ավելի բարձելի, ոչ ակադեմիկ առումով։ Ինչ հարաբերությունների մեջ է մտնում Հայաստանը Ֆրանսիայի հետ։ Լավ, միայն Ֆրանսիա բացատրենք։ Օրինակ, ռազմավարական գործընկերությունն ունի տարբեր մակարդակի օրակարգներ։ Միացյալ Նահանգների հետ օրինակ դա շատ խորը եւ բարդ է, բայց որը որ մենք ընկեցինք Չինաստանի հետ, այդ մակարդակի չէ։ Այսինքն բոլոր ռազմավարական գործընկերության օրակարգները նույնը չեն եւ հավասար չեն։ Այո, դա հիմնված է բանակցություններից։ Հիմա Հայաստան օրինակ Ֆրանսիայի հետ այսքան մտերիմ լինելով նոր ենք կնքում ռազմավարական գործընկերության օրակարգը։ Եվ դրա մեջ մտնում է այո, հասանելիություն ռազմական տեխնոլոգիայի, այլ տարբեր տեսակ տեխնոլոգիաների, տնտեսական շուկաներ բացել Հայաստանու համար եւ բնականաբար Ֆրանսիայից կողմից աջակցություն Հայաստանին դեպի Եվրոմիության ճանապարհը եւ այստեղ եւ Հայաստանի պահանջների եւ ունի բնականաբար բարի փոխումների հետ կապված, տեխնիկական գիտությունների հետ կապված եւ այլն եւ այլն։ Այսինքն դու տարբեր երկրներից տեսնում ես X երկրից քեզ ինչ է պետք։ Այո, եւ մտնում ես բանակցությունների մեջ։ Նույն ժամանակ այդ երկիրն նայում ասում է տեսնում եք ձեզնից ինչ է պետք։ Եվ այդ օրակարգի մեջ բոլորը սա նշված է։ Դեպքում Ֆրանսիային Հայաստանից ինչ կարող է պետք լինել։ Օրինակ Ֆրանսիային պետք է Հայաստանում Ֆրանսիան իրենք հասկանում է, որ այն միջազգային համակարգը եւ այն անվտանգության ճարտարապետությունը, որ նա անցյալում ունեցել է Միացյալ Նահանգների հետ, ներկայիս դա կամաց, եթե չեմ ուզում ասեմ փլուզվում է, բայց փոխվում է։ Դե Ֆրանսիան եկել է այն եզրակացությանը, որ նա այլևս չի գտնվելու միայն այդ համակարգի մեջ, բայց նա վարելու է անկախ անվտանգության ռազմավարություն։ Եվ նա գտնում է, որ իր հարաբերությունը ամրացնելով Հայաստանի հետ, Հունաստանի հետ, Կիպրոսի հետ, նա կարողանում է ավելի տարածի իր ազդեցության կարողությունները։ Այդ տեսանկյունից Ֆրանսիայի շահերը բխում են, որ Հայաստանի հետ կազմի այն գործընկերության ռազմավարությունը, որ նա կազմում է։ Նույն ժամանակ այստեղ կա փափուկ ուժի եւ մշակույթի կարողության խնդիրներ։ Ֆրանսիան գիտակցում է, որ Հայաստանում իսկապես ֆրանսական մշակույթը առավելություն ունի։ Եվ եթե դու տեսնում ես, որ X երկրում դու ունես այդ փափուկ ուժի կարողությունը, դու մինիմալ ներդրումով
այո, կլինի դիվանագիտական եւ այլն, դու մինիմալ ներդրումով քաղում ես շատ բարձր դիվիդենդներ։ Հիմնված այդ հաշվարկների վրա ֆրանսիացիք մեր հետ մտան այն կնքեցին այն օրակարգը, որ ինձ շահերը բխում է։ Օրինակ Մեծ Բրիտանիայի հետ գործընկերության ռազմավարության գործընկերության օրակարգը այդքան ճոխ չի, այդքան բազմաթիվ չի, այդքան բարդ չէ։ Դե դրան չենք հասել։ Բայց ինչի վրա կա, օրինակ ինչի կետ կարող է լինել։ Առաջին միշտ սկսում եք մինիմալ ստանդարտներով, տնտեսական խնդիրներով, մշակույթի խնդիրներով, օրինակ գործակցություն, հա։ Գործակցություններ, համագործակցություններ կրթության հետ կապված, իրենց, այսինքն համալսարանների, հետազոտական կենտրոնների հետ եւ այլն եւ այլն։ Տարբեր օրակարգ ես կնքում տարբեր Բայց պարզապես շփում այդ երկրի հետ։ Ոչ թե միայն շփում ես, հարաբերությունը խորացնում ես։ Եվ Հայաստանը անցյալում երբեք չունեցել ռազմավարական գործընկերություն օրակարգ յուրաքանչյուր երկրի հետ։ Միայն Ռուսաստանն է եղել։ Դրա համար այսինքն օրինակ ենք տալ։ Ես Հայաստանում ասենք մեր առողջապահական համակարգը ունի X պահանջները, այո։ Եվ ռազմավարական գործընկերության օրակարգ ես կասում X երկրի հետ, որտեղ իրենց հետազոտական կարողությունները, համակարգի կարողությունները այդ ոլորտում ահագին զարգացած են։ Այդ ժամանակ դու այդ համակարգը հասանելի է լինում Հայաստանի համար։ Եվ այլն եւ այլն։ Եթե դա հատկացում ես տարբեր ոլորտներին, արդեն հասկանում ենք, որ ինչ կարողություններ ենք մենք ունենալու այս շփումների պատճառով։ Դուք լավ օրինակ բերեցիք, որ կարծում են, որ ռազմավարական գործընկերությունը այն է, ինչ նկատի ունեին Հայաստանը եւ Ռուսաստանը կամ այն փաստաթղթային բազան, որը լիներ, ինչը նշանակում է անվտանգության երաշխիք։ Այսինքն ռազմավարական գործընկերությունը դա հավասար չէ անվտանգության երաշխավորության, ճիշտ է։ Միանշանակ, նայեք, բայց այդ անվտանգության երաշխիքների տրամաբանությունը այլևս անցած է։ Դա շատ հետամնացած կներեք, բայց շատ հետամետացած տրամաբանություն է։ Ոչ մի երկիր ներկայիս չի գտնվում, երբ որ նայում ենք բոլոր դաշինքները, որ կազմվել են վերջի 10 տարվա մեջ, այդ տրամաբանությունը այլևս չկա։ Ինչու համար, որտեղ այն երկիրները, որը կլինի Միացյալ Նահանգները, երևի Մեծ Բրիտանիան, երևի Ֆրանսիան, իրենց շահերը այլևս չեն բխում, որ իրենք ներգրաված են այդ տեսակի հարաբերությունների մեջ։ Որը հիմա ձեզ կհակադարձեն եւ կասեն Միացյալ Նահանգներ եւ Իսրայել պետությունների դեպքում կարծես թե ոնց որ թե աշխատում է։ Բայց այդ հարաբերությունը կազմվել է 48 թվին, ավելի հստակացվել է 73 թվին եւ տևական շարունակվել է։ Մենք նկատի ունենք ներկա միջազգային համակարգը։ Նոր պայմանագրերը չեն ենթադրում անվտանգության երաշխավորության։ Որովհետեւ այն երկիրները, որ պետք է երաշխավորեն, իրենց շահերը այլևս չի բխում իրենք ունենան այդ տեսակի հարաբերությունները։ Դրա համար այդ տրամաբանությունը, այդ հայեցակարգը այլևս չի աշխատում նոր միջազգային համակարգի մեջ։ Շնորհակալություն Թրիփի ուղու մասին խոսեցինք, բայց չխոսեցինք Թրիփի ճակատագիրը, այդ նախագծի ճակատագիրը Իրանի պատերազմի պարագայում եւ կարծես թե այս գիշեր էլի ինչ որ ճիշտ է Միացյալ Նահանգները ասում են այս ռմբակոծությունները մի դիտարկեք որպես պատերազմի վերսկսում, բայց ամեն պահի հնարավոր է։ Եվ այսպես Թրիփի ճակատագիրը Իրան Միացյալ Նահանգներ փոխհարաբերության կոնտեքստում։ Մենք երկար ժամանակ Իրանի հետ բանակցություններ ենք ունեցել այս հարցի հետ, մեր հարաբերությունը Իրանի հետ շատ առողջ է եւ հիմնված է թափանցիկության վրա։ Իրանին ոնց որ անցյալ անգամ նշեցի, Իրանին պետք է որ իրենք համոզված լինեն, որ այդ Թրիփի այս ծրագիրը, նախաձեռագիրը այնտեղ ոչ մի ռազմական եւ անվտանգության խնդիրներ չկա եւ ոչ մի վտանգ չի եւ ուղղված չէ Իրանի դեմ։ Եվ Իրանը համոզվել է, որ այստեղ չեն կարող թաքցնենք այդ տեսակի բաներ, որտեղ այդ տեսակի բաներ չկա։ Այդ առումով սա միայն տնտեսական ծրագիր է եւ Իրանը այլևս այս հարցի շուրջ չի խոսում։ Հիմա ունենք Հայաստանում եւ ունենք մեր հյուսիսի հարևանը, ովքեր փորձում են այդ նարատիվը տարածեն, որ եթե այս Թրամփի ուղին իրականացվի, Իրանին վտանգ է սպառնում եւ մենք մտնելու ենք, ներգրավելու ենք հակամարտության մեջ Իրանի հետ եւ սա դրա հիմնված այդ տրամաբանության վրա Հայաստանը պետք է խուսափի, որտեւ շատ լուրջ վտանգ է սպառնում Հայաստանին։ Սա առաջինը արեստական մի մտածելակերպ է, որ փորձում է մեզ տանի վախի դրույթում ոչ թե սառը տրամաբանության, եւ երկրորդը, երբ որ Իրանի արտգործնախարարությունը, երբ որ Իրանի ամբողջ համակարգը հասկանում է, որ
իրենց ամենամոտիկ գործընկերը տարածաշրջանում եւ ամենավստահելի գործընկերը Հայաստանում տարածաշրջանում Հայաստանն է, իրենք չեն դիմելու այլ քայլերի, որ վնասեն իրենց հարաբերությունը Հայաստանի հետ, երբ որ իրենք ունեն շատ լարված եւ սրված հարաբերություն Ադրբեջանի հետ եւ իրենք շատ լավ գիտեն, որ Վրաստանը վստահալի գործընկեր չի։ Այսինքն այդ առումով այս չափազանցված պանիկան, որ փորձում են ստեղծեն, սա ոչ մեկին չի խաբում։ Որտեւ Իրանը հաճախ տարբեր բանակցությունների մեջ իրենք ասել են, որ եթե այստեղ ոչ մի ռազմական հանգամանք չկա, մենք բնականաբար խնդիր չունենք։ Սա չի կոչվում, որ Իրանը ուրախ է, որ այս Թրամփի ուղին այս ծրագիրը իրականացվելի է, բայց Հայաստանը պետք է զբաղվի զուտ իր շահերով, ոչ թե ուրիշներին ուրախացնելով։ Այդ առումով նորից եմ նշում, որ Իրանի հետ կապված Հայաստանը ոչ մի խնդիր չունենալու։ Երկրորդը նշեմ, Իրանը ասաց, որ այս Թրամփի ուղին, որ դուք ներկայիս արդեն սկսելու եք կառուցել, սա հետևանքը որն է լինելու հյուսիս-հարավ ճանապարհով եւ Հայաստան Իրան ճանապարհն, եւ Հայաստանը շատ հստակ ձևի բացատրեց, որ այնտեղ հակասություններ չկա։ Այսինքն այն տրանսպորտի կապերը, որ Հայաստանից Պարսկաստան ունենք, ոչ թե այնտեղ խնդիրներ լինելու, հակառակը նորից ավելի կամուրջներ կկառուցենք, ճանապարհների որակ ավելի կբարելավենք եւ այլն եւ այլն։ Այսինքն այս տրամաբանություն, որ մենք գտնում ենք շատերը կլինի Հայաստանում, չգիտեմ, իրենց ներկայացնում են մասնագետ կամ փորձում են Կրեմլինի նարատիվը տարածեն, եւ որ իրենք գտնվում են այդ 90 թվի տրամաբանությունով, որ ամեն ինչ հիմնված է հակամարտության վրա եւ կամ այս կողմ կամ այն կողմ եւ այնտեղ ոչ մի տեղ չկա, որ ճկուն քաղաքականություն վարենք եւ լուծումներ գտնենք եւ այլն, դա այդ դարը անցել է։ Այո, ներկայիս Իրանելը շատ լավ հասկանում, որ ինչ է լինում տարածաշրջանում եւ Իրանելը շատ առողջելի հասկանում, որ համակարգը հարավային Կովկասի փոխվել է եւ Իրանելը ադապտացվել այս նոր իրականությանը։ Դրա համար իրենք մեր համար խնդիր չեն ստեղծում եւ չեն կարող ստեղծել, որտեղ դա կհակասի իրենց շահերին։ Պարոն Կոպալյան, նախընտրական Հայաստանի մասին քիչ խոսենք, նույն կտրվածքով Միացյալ Նահանգներ, եվրոպացիներ։ Կարծես թե եւ Վենսը աջակցություն հայտնեց եւ եվրոպական այս հավաքի ժամանակ, չեմ ասում ուղիղ աջակցություն հայտնվեց, բայց շատերը գնահատում են այս իրադարձությունը որպես աջակցություն։ Նիկոլ Փաշինյանի ձեր գնահատմամբ արդյոք Փաշինյանը ցանկալի վարչապետ է, ես չեմ ասում, որ նրանք ազդում են կամ ինչ որ ձևով նպաստելու են դրան, որտեղ ընտրությունը կատարելու է քաղաքացին, բայց ցանկալի տեխնացու է եւ Միացյալ Նահանգների համար, եւ եվրոպական երկրների համար, եւ շատերը մատնանշում են, որ նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար կարծես թե ցանկալի է։ Ինչպես է դա պատահել կամ դուք ինչպես դա կբացատրեք։ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի համար բնականաբար իրենց շահերը բխում են, որ Հայաստանում ժողովրդավարական թևը հաղթի։ Ով կլինի եւ ոնց կլինի, դա բնականաբար Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի։ Այսինքն անձով չի պայմանավորված։ Միանշանակ անձով։ Ոնց կարող անձով պայմանավորված լինի, երբ որ այդ երկրները հասկանում են, որ իրենք աշխատում են համակարգի հետ եւ ոչ թե անձի հետ։ Շատ կոպիտ օրինակ, եթե ասենք վաղը օրինակ ենք տալի վթար է լինում եւ վարչապետը վնասվում է եւ նա չունենում այն կարողությունը, որ իր աշխատանքները իրականացնի։ Ինչ է լինելու։ Կարծում եք, որ միանգամից միացանալ եվրոպացիները Հայաստանի հետ կապերը խզելու են, ամեն ինչ հավաքեն եւ գնան։ Դա աբսուրդ է։ Այո, այդ առումով իրենց պետք է իրենք միշտ ասում, որ այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է ժողովրդավարական արժեքները եւ ավելի ամրացնելու է ժողովրդավարությունը Հայաստանում, իրենք կողմեն այդ ուժերին։ Ներկայիս միայն քաղաքացիական պայմանագիրն է, որ ներկայացնում է այդ թևը եւ ունի այն կարողությունը, որ հաղթի ընտրությունները։ Բնականաբար դրա համար տեսնում ենք Եվրոպան նախընտրում է ունենանք անդրական արդյունքներ, որը համապատասխանելու է այդ տրամաբանությանը։ Երկրորդը պետք է շատ ազնիվ լինենք այս հարցի շուրջ։ Միացյալ Նահանգները եվրոպացիական կույր չեն, իրենք հասկանում են, որ Հայաստանի անդիմությունը արհեստական անդիմություն է։ Իրենք շատ լավ հասկանում են, որ կլինի Հայաստան դաշինքը, կլինի ուժեղ Հայաստանը, կլինի բարգավաճ Հայաստան, իրենք շատ լավ գիտեն, որ իրենք իրենց հրամանը ստանում են Կրեմլինից։ Սա բաց գաղտնիք է եւ հասկանալով այն
հետախուզական կարողությունները, որ այս երկիրները ունեն, եւ այն տեղեկությունները, որ իրենք ունեն հենց ինչ որ կատարում են Կրեմլինում եւ որն է Կրեմլի ռազմավարությունը եւ այլն, այն բաները, որ իրենք գիտեն, իրանց համար երկար ժամանակ է սա ակնհայտ եղել։ Այսինքն արևմուտքը Միայն արևմուտքը չի, բոլոր երկրները, որ Հայաստանին նայում են, իրենք հասկանում են, որ ունենք ժողովրդավարական կուսակցություն, որը տեխնացուն է եւ ունենք ոչ ժողովրդավարական ընդդիմություն, որը հավատարիմ է այլ երկրին։ Այդ առումով, երբ որ տեսնում են որն է մեր ընտրական իրավիճակը, այո, իրենք ուրիշ որոշում չեն կարող կայացնել։ Եթե Հայաստանը ունենար առողջ ժողովրդավարական ընդդիմություն, մենք կարող ենք ունենանք շատ ազնիվ դիսկուրս, որ ոնց է լինում, ինչ է լինում եւ եվրոպացիք իսկապես այս թևի կողմն են վերցնում, թե այն թևի կողմն են վերցնում։ Բայց երբ որ ունես երկու տարբերակ ժողովրդավարական թևը եւ հակաժողովրդավարական թևը, որը ներկայացնում է այլ երկրի շահերին եւ այլ երկիրը չի փորձում Հայաստանում զարգացնի տնտեսությունը, ժողովրդավարությունը, բայց հետ տանի Հայաստանին այդ բռնապետական գոտի ազդեցության տակ, ակնհայտ է բոլորին, որ ինչ է լինում։ Նույն ժամանակ նայեք, Միացյալ Նահանգները, Եվրոպան միայն Փաշինյան չեն ճանաչում։ Իրենք ճանաչում են Հայաստանը, որը Հայաստանի ժողովուրդը, որ իրականացրեց Թավշյա հեղափոխությունը, իրանք ճանաչում են Հայաստանի ժողովուրդը, որ պատերազմից կորուստուց հետո որոշում կայացրեց 21 թվականի ընտրություններին, եւ իրենք ճանաչելու են եւ ընդունել են մեր ժողովրդի որոշումը հունիսի 7-ին, որը լինի արդյունքը ինչ ուզում է լինի եւ որը լինի։ Բայց բնականաբար իրանք նախընտրություն ունեն, որովհետեւ եթե իրենք անելու են այն ներդրումները, որ Հայաստանում անելու են եւ անում են, եւ արդեն իրենք ներգրաված են Հայաստանում, բնականաբար ունես մի թև, որը հաճախ ասում է, կամ Հայաստանը պետք է նյութանական պետության անդամ լինի, կամ Հայաստանը պետք է վերականգնացնի ռուսական ազդեցությունը Հայաստանում, դա ամբողջովին հակասում է այն աշխատանք եւ այն շահեր, որ այն մյուս դերակատարները արել են։ Սա նորմալ տրամաբանություն է։ Այդ առումով բնականաբար այն շահերը բխում է, որ Հայաստանում ժողովրդավարական թև ընտրվի։ Հիմա այդ ժողովրդավարական թևը դուք եք, թե Նիկոլ Փաշինյանն է, թե ով է, դա երկրորդական է։ Դե 19 քաղաքական ուժ են մրցելու։ Ես չի ասեմ մենք 19 քաղաքական ուժ ունենք, ես կասեի, որ մենք ունենք մոտավորապես 15 հատ արհեստական կուսակցություններ, որը ներկայացում են որպեսի քաղաքական ուժ եւ ոչ թե որ վարկաբեկում եմ կամ թերագնահատում, այլ զուտ քաղաքագիտական տեսանկյունից, հետազոտական տեսանկյունից շատ դժվար է X կազմակերպությանը անվանել կուսակցություն կամ քաղաքական ուժ, երբ որ իրանք չունեն ինստիտուցիոնալ կառույց, եթե իրանք չունեն պատմություն եւ կազմվել են մի ամսվա մեջ, երկու ամսվա մեջ, երբ որ 10-15 հոգով հավաքվում են եւ ասում են մենք նայեք քաղաքական ուժ ենք։ Դա իսկական քաղաքական ուժ չի։ Դες ներկայացվում են 21 թվին 36 հատ քաղաքական ուժ ունենք։ Եվ նորից դա որ մեր ժողովրդական մշակույթը զարգանում է, բայց զարգացած չի, այս տեսակի բաներ ունենալու ենք։ Բայց հստակորեն ունենք մոտավորապես 4-ից 5 քաղաքական ուժեր կամ կուսակցություններ, որը իսկական ռեալ հավանականություն են, որ մտնեն ազգային ժողով։ Այո, մնացածը բացառվում է։ Այդ առումով ես իրանց չի համարի քաղաքական ուժեր, բայց բնականաբար իրավունք ունեն մասնակցեն, մրցեն եւ դերը տանեն, որ դերը որ ինք նախատեսել են տանեն։ Օրվա վերջ ինչն են գալի։ Եթե օրինակ տամ Արամ Սարգսյանի հանրապետություն կուսակցությունը կարող հավանականություն լիներ, որ նա կարողանա հաղթի, այո, Միացյալ Նահանգները Եվրոպան չէին գալու ասեն, որ մենք կողմենք X կուսակցությանը, որտեղ իրենք ասեն, մեր համար տարբերություն չկա։ Այո, բայց երբ որ տենում ենք այլ ժողովրդավարական ուժ կուսակցություն հաղթանակի հավանականություն չունի, դրանաբար մենք կարող հասկանանք, որն է տրամաբանությունը Միացյալ Նահանգների եւ եվրոպացիների։ Դուք ուզում եք ասեք, որ այո, անձով չէ պայմանավորված քաղաքական ուղղվածությամբ է, այսինքն նրանք աջակցություն են տալիս քաղաքական ուղղվածությանը։ Այդ դեպքում դուք
դուք եւս վստահ եք եւ դուք կարծում եք, որ եւ Միացյալ Նահանգները եւ եվրոպական երկրները համոզված են, որ Փաշինյանի քաղաքական, բռնած քաղաքական գիծը դեպի արևմուտք է, այո։ Այո, ոչ թե համոզված են, դա հստակ ձևի հրապարակված է։ Նույն ժամանակ ձեր հարցին, որ վերաբերում է Թուրքիային եւ Ադրբեջանին։ Նայեք, ես չեմ կարծում Ալիևի համար շատ տարբերություն կա ով է լինելու Հայաստանի ղեկավարությունը։ Ազնիվորեն նա բնականաբար պետք է անի այն հրապարակությունները, որ նա անում է, որովհետեւ նա գիտի, որ Միացյալ Նահանգները դա այն ուզում լսեն։ Այո, երբ որ Ալիևը յուրաքանչյուր կարծում է, որ Ալիևը նախընտրում է Փաշինյանը դառնա վարչապետ, իրենք չեն հասկանում, որ Ալիևը այդ ռետորաբանությունը ոչ թե ուղեկցած է Հայաստանին, այլ Միացյալ Նահանգներին, որովհետև Միացյալ Նահանգները նայում են ներկա վարչակազմին, ներկա իշխող ուժերին, այն դերակատարները, որը Վաշինգտոնի այդ խաղաղության գագաթնաժողովին ստորագրեցին, ինչ որ ստորագրեցինք եւ համաձայնվեցին Թրիփի ուղիին եւ համարում են շատ կարևոր գործընկերներ։ Այդ առումով այս ներկա վարչակազմը կարևոր լինելով այդ ծրագիրներին Միացյալ Նահանգները ուրիշ ձև են գնահատում եւ Ալիևը այդքանը հասկանալով նա բնականաբար խոսելու է այն ձևի, որը Միացյալ Նահանգների ամերիկացիների ականջին լինելու է շատ հաճելի, բայց եթե հասկանանք զուտ Ալիևի ռազմավարությունը, նա կնախընտրի հակամարտություն, նա կնախընտրի շարունակ եւ տևական հիբրիդային հարձակումներ, նա կնախընտրի այս անհամաչափ անհավասար ուժային համակարգը, որ նա ստեղծեց վերջի 20 տարում, նա կնախընտրի դա, քանց թե կոպիտ ասած խելոք նստի եւ թույլ տա Հայաստանը զարգանա եւ ստանա այն ներդրումները, այն դիվանագիտական կապիտալը, որ Հայաստանը ներկայիս կուտակում է։ Բայց համակարգը, որ փոխվել է, Ալիևը չի կարող խոսալ ուրիշ լեզվով։ Բայց իր շահերը, իր զուտ շահերը բխում են, որ բնականաբար Քոչարյանի նման մեկը հաղթի, որտեվ եթե դա եղավ, Ալիև ինչ անելու։ Ասորի դե ստիպված պետք է գնան պատերազմի։ Եվ Ալիևը նախընտրում է պատերազմ եւ ուշ կիրառել, քանց թե նա սահմանափակվի եւ իր կարողությունները իր ձեռքերը կապեն այս նոր համակարգը, որը հիմնված է տրանսատլանտիկ համակարգի վրա։ Եթե յուրաքանչյուրը այդքանը չի հասկանում, բնականաբար իրենք չեն հասկանում Ալիևի եւ Ադրբեջանի տրամաբանությունը մտածելակերպը։ Այդ դեպքում, եթե նրա խոսքը ուղղված է Միացյալ Նահանգներին, այդ դեպքում Արևմտյան Ադրբեջան այդ խուսույթը եւ ամբողջ այդ ուղղվածությունը ինչ անում են իրենք, այդ դեպքում դա չեմ հասկանում։ Ինչու չեք հասկանում։ Նա վարում է բազմաշերտ ռազմավարություն։ Նա թույլ է տալի, որ ինքը ունենա կոպիտ ասած հակամարտության բազա, այո, եւ որ յուրաքանչյուր պահին կար այդ խնդիրը նա զարգացնի, այո, եւ կոնֆլիկտ ստեղծի, բայց մյուս կողմից խոսում է արևմուտքի հետ խաղաղության մասին, կարգավորման մասին, տնտեսության մասին։ Այսինքն շանտաժ է, ոնց որ նռնակը բարձրացրած պահի ձեռքին, այո։ Այո, դա իր մոտեցումը երկար ժամանակ եւ տեսանք, նա ինչ ասեց Եվրոմիության, Եվրոպացիները ինչ ասեց, եթե դուք շարունակեք Եվրոպական ազգային ժողովում, Եվրոմիության ազգային ժողովում մեզ վարկաբեկել կամ ստեղծել մեր խնդիրները, դուք վտանգ եք սպառնում խաղաղության գործընթացին։ Եվրոպացիները խաղաղության գործընթացի մեջ կապ չունեն, ոչ մի դեր չեն տանում։ Բայց ոնց եղավ, այո, որ այս մարմին, այս կառույցը, որ ամբողջովին դեր չի տանում այս գործընթացի մեջ, կարողանա սաբոտաժ անի։ Այո, շանտաժի լեզու է։ Դա Ալիևը նայ իր ռազմավարությունը միշտ հիմնված է բազմաթիվ ծրագիրների վրա։ Այո, նա կիրառում է այն ռազմավարությունը, որ նա գիտի Միացյալ Նահանգներն ուզում լսեն, բայց նույն ժամանակ ինքը ունի իր ներքին քաղաքական խնդիրները եւ երբ որ պետք է նա խնդրեմ ստեղծի Հայաստանի հետ, այո, այդ ժամանակ Արևմտյան Ադրբեջանի խնդիրն է նա բանանում, Արցախի խնդիրն է նա նորից բանանում, չեմ Ակդամի խնդիրն է նա դարձնում դիսկուրսի կենտրոն եւ այլն։ Դրա համար Ալիևին մենք չենք կարող ընդունենք որպեսի վստահելի գործընկեր։ Մենք բոլորս գիտենք դա։ Յուրաքանչյուր բռնապետը ունի անկայունության հատկություն, բայց
գտնվելով այս նոր համակարգի մեջ, այս բռնապետը չի կարող անին նա այն, որ նա անում էր 2-3 տարի հետո։ Եվ պետք է ազնիվ լինենք, ոչ մեկ 2-3 տարում չի փոխվում ու դառնում նոր մարդ եւ նոր ձեռք բերում նոր արժեքներ։ Դրա համար Միացյալ Նահանգների դերը այստեղ շատ կարեւոր է, որտեւ այս համակարգը, տարածաշրջանի համակարգը փոխելով, նա ստիպեց, որ Ալիևը իր պահելաձևն է փոխի։ Այո, այսինքն Ալիևը հասկանում է, որ իր շախերը այս նոր համակարգի մեջ բխում են ինքը ունենա ավելի կառուցողային մոտեցում։ Այսինքն Ալիևը ներողություն, Ալիևը փաստորեն ստացվում է, որ դիմում է եւ դա բոլորն են տեսնում, ինչպես դուք ասում եք, եւ Միացյալ Նահանգներում եւ պատասխանից էլ պարզ եղավ, որ եվրոպական կառույցները եւս դա մատնանշում են, Ալիևը դիմում է ուրեմն շանտաժի եւ սադրանքի այդ եկեղեցու քանդելը հենց այդ գագաթնաժողովի նախորդ օրերին դա եւս սադրանք էր, դա եւս շանտաժ էր, այսինքն դուք տեսնում եք, որ Ալիևը հակադրված է լինում այդպիսի ցուցադրումներ անել շանտաժի եւ սադրանքների միջոցով եւ դա երևում է Միացյալ Նահանգներից եւ հենց այդպես էլ գնահատվում է Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, ամբողջ աշխարհի կողմից նրանք տեսնում են, որ նա խոսում է շանտաժի լեզվով։ Եվ կավելացնեի, որ Ալիևը հաճախ տևական փորձում է թակարդներ ստեղծել մեր համար։ Այս եկեղեցիները կործանման օրինակը մեկ, որ եթե Հայաստանը սկսի այդ հարցի շուրջ խոսալ, Ալիևասլետես արդեն տանում եմ ես դիսկուրսը հակամարտության տիրույթում եւ այլևս նա չպետք է դա իրան թույլ է տալի, որ մի քիչ խուսափի այս խաղաղության գործընթացից։ Բոլորի համար ակնհայտ է, որ պատճառը հասկանում եք, որ ինչի մինչեւ այսօր Ալիևը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը եւ ստեվական ստեղծում է արհեստական խոչընդոտներ, որտեղ նա հասկանում է, որ ինչքան որ նա կարողանա, ինչքան որ իր կարողությունը թույլ տա, ինքը պահպանել է իր մաքսիմալիստ դիրքերը, այո, մինչև գա մի պահի, որ նա տեսնի Միացյալ Նահանգներն են ճնշում դնում կամ եվրոպացիներն են ճնշում դնում, այդ ժամանակ ինքը ասել է, որ ինձ ինչ եք տալիս։ Ահա, առևտուր։ Միանշանակ։ Այո, եւ այդ ժամանակ Միացյալ Նահանգները կասեն շատ լավ, դու ստորագրի խաղաղության պայմանագիրը եւ մենք թույլ կտանք Ադրբեջանի համար X շուկան բացվի կամ եթե դուք ունեք այս խնդիրները, մենք պատրաստ ենք ձեր հետ համագործակցենք լուծել։ Բնական Ալիևի համար այս բոլորը բանակցության գործիքներ են։ Օգոստոսի 8-ին էլ այնինչ ստացավ Ալիևը, մենք տեսանք, որ սակարկության արդյունքում ստացավ։ Այո, ինքը շատ խելացի իր նախաստորագրությունը եւս գին ուներ։ Այո, եւ ստորագրությունները գին ունենալու։ 907-րդ հոդվածի հետ եւ ստորագրությունները գին ունենալու եւ այլ մեր տարածքները ինքնիշխան տարածքներ, որ ներկայիս օկուպացված է, դա ազատելն է գին դիակուպացիաները դա գին ունենալու, ինքը ամեն ինչ օգտագործում է, որ մաքսիմալ շահեր։ Բայց Միացյալ Նահանգները դա տեսնում են եւ թույլ են տալիս, որ իրենց հետ այդպես խաղա։ Միացյալ Նահանգների մոտեցումը տարբեր է։ Միացյալ Նահանգները ասում են, թե երկար պատմություն կա, եթե երկար խնդիրներ կան, Միացյալ Նահանգները մինչև շատ պետք է ազնիվ լինենք։ Միացյալ Նահանգները մինչև Հայաստանի շրջադարձը եւ Արցախի էթնիկ ստումը համարում էր Հայաստանի Հանրապետությանը մեղավոր դերակատարը։ Դա պետք է ազնիվ լինենք։ Իրանք ասում էին, որ միայն Միացյալ Նահանգներ չէր, ամբողջ աշխարհը ասում էին, որ դուք X երկրի ինքնիշխան տարածքներն եք գրավել, այո, դուք բանակցություններում շատ մաքսիմալիստ եք եկել, կարևոր չէ, որ դա ճիշտ է, թե ճիշտ չի կամ մեր համար դուրեկան է կամ դուրեկան չի։ Դա է իրականությունը։ Դրա համար մինչև 3 տարի առաջ ոչ մի դուր Վաշինգտոնում մեր համար բաց չէր։ Որտեղ ասում էին, բացի Ռուսաստանի գաղութ լինելով դուք մեղավոր դերակատարն եք այստեղ։ Դուք տարածքներ եք գրավել եւ շարունակում եք միջազգային օրենք կոտրեք։ Այդ տրամաբանված այդ տրամաբանության վրա մենք ունեցել ենք այն խնդիրները, մենք ունեցել ենք։ Հիմա Միացյալ Նահանգները ունեն իրենք ինստիտուցիոնալ հիշողություն։ Այո, եւ իրենց արտգործ նախարարություն, իրենց անվտանգության համակարգ, իրենց պաշտպանության նախարարությունը, այո, իրենք որոշում են կայացնում այդ ինստիտուցիոնալ հիշողության տակ։ Եվ երբ որ այս խնդիրը առաջանում է, Միացյալ Նահանգները որ գնում են Ադրբեջանին, ասում են, բայց կներեք, էլի ինչ եք այս խնդիրը ստեղծում կամ այն խնդիրը ստեղծում, Ադրբեջանը ասում է, եղբայր, բա 30 տարի տեսեք հայերը ինչ են արել, տեսեք իրենց արած աշխատանքները, եւ Միացյալ Նահանգները ասում են, լավ, մենք չենք մտնելու այդ ճայճի մեջ ու սաղորը բանավեճով փորձենք խնդիր լուծենք։ Եկեք հասկանանք, որ ոնց որ քայլերով կկարողանանք ամենակառուցողային լուծումներ գտնենք եւ դա է իրենց մոտեցումը։ Դրա համար իհարկե տեսնում են, բայց գնում են ասում են լավ, այս խնդրեմը որ դուք ստեղծում եք, ոնց կարանք լուծենք։ Այդ ժամանակ Ալիևը ասում է ինձ տվեք X, ամերիկան ասում է X չենք կարա տանք, բայց
սա ենք առաջարկում։ Հետ ու առաջ գալիս են մի համաձայնության, Ալիև ասում է շատ բարի։ Եղավ, սա էր բանակցության ֆորմատը, երբ որ բանը Ալիևը համաձայնվեց, որ օգոստոսի 8-ին ներկայանա Վաշինգտոն։ Եվ այլն։ Այստեղ մենք ամեն ինչ տեսանք, բացի Հայաստանից։ Այդ դուք լավ նկարագրեցիք, բայց ուր է Հայաստանը։ Մենք տանուլ ենք տվել, ասում եք, մինչև 3 տարի առաջ, փաստորեն այդ միջազգային իրավունքի մեր հարցը չենք կարողացել ապացուցել աշխարհին մեր ճիշտն ու սխալը։ Իհարկե չենք կարողացել։ Եվ այժմ էլ դուք ցույց եք տալիս, այո, իրավամբ, մենք բոլորս տեսանք այն ինչ դուք նկարագրում եք, մենք մեր աչքի առաջ է եղել, որ սակարկություն է գնում եւ Միացյալ Նահանգները տալիս են զիջում են, ստացան նախաստորագրություն չնայած սպասում էին ստորագրությանը, նույն Թրամփը ասում է ես ավարտել եմ այս պատերազմը, երբ չունի ստորագրված որևիցե Իրանց տեսանկյունից ավարտած է։ Իրանց տեսանկյունից, դե իր տեսանկյունից Իրանի պատերազմներն են ավարտել, դա այդ հարցը։ Իրենք նախատեսեն, որ մինչև 2028 թիվը Ադրբեջանը կստորագրի։ Երբ որ եթե մինչև այս 28 թիվը Ադրբեջանը չստորագրի, այդ ժամանակ Միացյալ Նահանգները սկսի ուրիշ ճնշման մեխանիզմներ օգտագործել։ Սա կարծիքի խնդիր չի, սա հստակ մտածելակերպն է արտգործնախարարության Միացյալ Նահանգների։ Այսինքն այս համբերությունը ժամանակ ունի։ Հա իրենք ասում են, որ այո, ժամկետ ունի։ Իրենք ասում են սա քայլերով է լինելու, փուլերով է լինելու։ Առաջինը համաձայնվեցինք Թրամփի ուղին, այս ծրագիրը իրականացվի։ Մենք տեսնում ենք, որ տես Ալիևը իրենց տեսանկյունից Հայաստան նավթ է փոխանցում, տարբեր երկրներից թույլ է տալիս մորենգա եւ այլն։ Իրենք ասում են, տեսեք, արդեն ճանապարհները բացվում են, իրենք ասում են, մենք տեսնում ենք բանը կառուցողային քայլեր եւ զարգացում։ Դա առաջին քայլն է։ Երկրորդը, երբ որ Թրամփի ուղին վերջանա, Ադրբեջանը բնականաբար չի կարող շարունակի Հայաստանի տարածքները գրավել, այդ ժամանակ դեմարկացիայի դելիմիտացիայի խնդիրը կլուծվի եւ ամենավերջին քայլը խաղաղության պայմանագիրը ստորագրել։ Այսինքն Միացյալ Նահանգների տեսանկյունով 3 փուլ է լինելու, որ մինչև լուծումը։ Հիմա եթե հասնենք 3-րդ փուլին ու Ադրբեջանը, այո, շարունակի ապակառուցողային մոտեցում ունենա, այդ ժամանակ Միացյալ Նահանգների համար դա խնդիր կլինի, որտեղ Միացյալ Նահանգների շահերը բխում են, որ այս ամեն ինչ իրականացվի։ Եվ վերջին հարցս, քանի որ էլի նախընտրական է շրջանը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի ըստ ձեզ հայաստանցի ընտրողը իր ձայնը տալով այս կամ այն քաղաքական ուժին։ Ես երբեք ճիշտ չլինի յուրաքանչյուր քաղաքացուն խորհուրդ տամ, բայց ինչն է կարևոր այսօր Հայաստանի համար, այդպես ձևակերպել։ Յուրաքանչյուր երկրում, ոչ թե ում ձայնը տա, այլ ինչին տա ձայնը։ Յուրաքանչյուր երկրում կլինի զարգացած կամ զարգացող, համար առաջին խնդիրը միշտ տնտեսությունն է։ Միշտ տնտեսությունն է։ Եվ եթե քաղաքացին վերջի 4 տարին է, 5 տարին է, երբ որ նախ ընտրություններ եղել են, մեր մոտ 5 տարի էր, համոզված է, որ իր տնտեսական իրավիճակը, իր կյանքի որակը բարձրացել է եւ բարելավել է, իրենք բնականաբար նախընտրել են այն իշխող ուժերը, ովքեր որ դա իրականացրել են։ Եթե քաղաքացին ուրախ չի ներկա տնտեսական իրավիճակով եւ նա իր կյանքի որակը չի լավացել, բնականաբար իր որոշումը ուրիշն է լինելու։ Երկրորդը, այս խաղաղության նարատիվը յուրաքանչյուրը կարող է տարբեր ձևի սա ավելուծի, բայց Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը խաղաղություն են ուզում։ Ես չեմ տեսել, այսինքն այսքան հարցումներ կա, դատա կա եւ այլն կա, ես չեմ տեսել, որ 15-20%-ից ավել ասի, որ չէ, մենք ուզում ենք գնանք պատերազմի կամ այս գրավենք կամ այն գրավենք։ Այսինքն անվտանգությունը տնտեսությունից հետո դարձել է ամենակարևոր հարցը։ Անցյալում անվտանգությունն էր, բայց երբ որ տեսնում ենք, որ երկար ժամանակ է եղել, որ զոհեր չի եղել եւ այլն, այն պատերազմային իրավիճակը եւ վտանգը նվազել է, տնտեսությունն է դարձել ամենաառաջին խնդիրը։ Բայց անվտանգությունը եւ խաղաղությունը երկրորդն է։ Դրանից հետո կլինի առողջապահություն, կլինի կրթություն եւ այլն։ Յուրաքանչյուր քաղաքացին ունի իր հայեցակարգը եւ որն է համարում ամենակարևոր հարցերը, բայց որպեսի քաղաքագետ այն դատան անփաստ այն փաստերը, որ մենք ունենք տարբեր երկրներից, բայց Հայաստանը չի տարբերվում որպեսի զարգացող երկիր, տնտեսությունը միշտ լինում է ամենակարևոր խնդիրը քաղաքացուն։ Եվ եթե ունես տնտեսական աճ, հավանականությունը շատ բարձր է, որ իշխող ուժերը ունենալու են դրական արդյունքներ։ Այսինքն ուժեղացնել պետականությունը, ուժեղացնել պետությունը։
Սա է մեր հիմնական գործը։ Շնորհակալ եմ շատ այսօր Ես եմ զրույցի շնորհակալ։ համար, շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պրոֆեսոր Ներսես Կոպալյանն մեր զրուցակիցը, քաղաքագիտության պրոֆեսոր, Միացյալ Նահանգներում է գործում, շնորհակալ եմ եւ որ Հայաստան այցելության ժամանակ եկաք ստուդիա, դա էլ է շատ կարեւոր մեզ համար։ Միացյալ Նահանգների Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս, բարին ձեզ։